Գագիկ Բեգլարյանը եւ Տարոն Մարգարյանը միասին կարողանան այդ ծանր աշխատանքը կատարել։ Ուզում եմ իմ մասնակցությամբ ժողովուրդ ջան, եթե հավատում եք ինձ, ուրեմն հավատացեք։ Ես ընտրել եմ Գագիկ Բեգլարյանին, որովհետեւ վստահում եմ իրենց։ Վստահում եմ, որովհետեւ իրենք այն մարդիկ են, որ կանգնեն աշկներին նայելով կասեն եւ պատասխան կտան այդ ամենի համար։ Ընտրեք Գագիկ Բեգլարյանին։ Կարողանանք բարելավել բարեկեցիկ ապրելակերպով։ Ես ուզում եմ բոլորիդ ասել, որ աշխատել եմ մոտ 7 տարի, իմ աշխատանքի ընթացքում եղել եմ բավականին շատ թերություններ։ Այսօր բոլորը հանդես են գալիս միտինգներով, հեռուստատեսությամբ, ներկայացնում են բոլոր թերությունները Երևան քաղաքի, ոչ մեկ չի ուզում իր իսկ թերություններն ընդունի։ Հավատացեք, որ 100%-անոց աշխատանք մեր կողմից չեն կարողացել անել, չեն կարողացել բոլորին բարելավել, որովհետև տեղական ինքնակառավարման այն օրենքը, որով որ մեզ վերապահված էր աշխատել, ուներ շատ քիչ ֆունկցիաներ։ Շատ քիչ ֆունկցիաներ, բայց մեր բնակիչների պահանջները ավելի լայն էին եւ ավելի շատ։ Ես չպետք է մեր բնակիչներին բացատրեի, որ այսօրվա ճարտարապետական տեսքը, որ կենտրոն համայնքում շատ մարդկանց դուրը չի գալիս, քաղաքապետարանը դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Ես չէի կարող բացատրել մեր բնակիչներին, որ այսօր կաֆեների երաժշտությունը, որ խանգարում է ձեզ, քաղաքապետարանը դրա վրա վերահսկողություն չունի։ Ունի վերահսկողություն առողջապահության նախարարությունը եւ քաղաքապետարանը այսօր, բայց առողջապահության նախարարության համապատասխան չափումներով եւ ներկայացումներով։ Շատ բաներ չեմ ասել ձեզ, սիրելի բնակիչներ, շատ բաներ ուզել եմ ասել, չեմ ասել, որ այսօր աշխատեմ քաղաքապետ, մայիսի 31-ին ընտրվեմ ձեր բոլորի համար, որպեսզի մենք բոլորս միասին շենացնենք մեր Երևան քաղաքը։ Երևի ճիշտ եմ արել, որ չեմ ասել։